Մենք կարիք ունենք շատ դռներ փակելու մեր կյանքի մեջ, որովհետև շատ բաց բաներ կա, որոնք մեզ խանգարում են հարաբերվել Աստծո հետ։ Դռներ կա այսօր բացված, անկախ մեզանից, ինտերնետի, հեռախոսի, սոցկայքերի միջոցով, որոնցից մենք սնվում ենք։ Բայց եթե անկեղծ լինենք, կտեսնենք, որ որևէ օգուտ դա չունի մեր կյանքի մեջ։ Դրանք բացարձակ անպտուղ բաներ են, անօգուտ բաներ են։ Եվ երբ որ այդ բաները գալիս են, իրանք պղծում են։ Իրանց գործը պղծելն է, իրանց գործը լցնելն է, իրանց գործը զբաղեցնելն է։ Գիտեք ինչ է զբաղեցնելը։ Բաժինը կամ այն վայրը, որը պահված է մեր մեջ, որ պետք է Աստված գա եւ խոսա, մենք զբաղացնում ենք, որ մենք գալիս ենք Աստծո ներկայության մեջ։ Եվ շատ դռներ կա բաց մեր կյանքի մեջ։ Շատ ձևերով մեր միտքը լցված եւ զբաղված է։ Ինչ որ բան կարող է մեզ տալ Աստված։ Եթե դու նրանից խնդրես, նա քեզ կտա։ Եթե դուռը թակես, կբացի քո առջև դուռը։ Բայց լավ է, որ թակես այդ դուռը։ Եվ ոչ թե միաժամանակ 10 դուռ թակես, ով կբացի։ Հրեշտակները գնացին Ղովտի տուն, գրված է Ղովտի ձեռքից քաշեցին, ներս տարան եւ դուռը ներսից փակեցին։ Այսօր ինչքան պղծություն կա աշխարհում, եւ այդ պղծության առջև մենք պարտավոր ենք մեր տան դռները փակել։ Եվ դու զբաղված ես լինում, Աստված չի կարողանում քեզ մոտենալ։ Դրա համար ասում եմ, մտիր քո ներքին սենյակը, դուռը փակի եւ աղոթք արա քո հորը, որ քեզ գաղթուկ կտեսնի։ Եթե դժվարանում ես Աստծո ձայնը լսել, նշանակում է շատ դռներ կա բացված, շատ աղմուկ կա քո կյանքի մեջ։ Եվ քո առաջի գործերից մեկը պետքա սա լինի։ Փակես այդ բոլոր օտար ալիքները։